Ողջույն հայրենակիցներ հարգելի, այսօր ուզում եմ խոսել այնպիսի թեմային, որ այդքան էլ չեմ անդրադարձել, որի համար թե ափսոսում եմ, թե հնարավորություններից ելնելով այսօր ուզում եմ անդրադառնամ և նմանների թույլտվությամբ, ովքեր գտնվում են հալածանքի մեջ, զրկանքների մեջ, բանտարկված, նեղված, հանուն արդարության, հանուն ճշմարտության, հանուն իրավունքի ցանկացած ոլորտում, նեղված ասելով, այսինքն նեղություն են կրում, նկատի ունեմ, և այս իմաստով բոլոր առումներով նամանավանդ ովքեր մեր հայրենիքի, մեր իրավունքների համար կալանքի մեջ են, բանտարկված են, դատվում են, դատված են, հանուն արդարության, բոլոր նրանք, ովքեր հանուն արդարության, ճշմարտության, խաղաղության, այս դեպքում իրական խաղաղության մասին է խոսքը, ովքեր այդ հալածանքները, նեղությունները այս պահին կրում են, ոչ որ այնպես չի կարող հասկանալ դրա գինը, այդ նեղությունը, այդ հալածանքը, ինչպես արցախցին, իմ ասած արցախցին, ավելի գերազանց է իմանում դրա գինը, դրա արժեքը, քանի որ արցախցին, ոչ թե ճակետավոր արցախցին, այլ արցախցին իր ամբողջ կյանքն է նեղությունների մեջ, հալածանքների մեջ ապրում, բնականաբար գիտի այս ամենի գինը, և ինքը արցախցին այդ կյանքն էլ ապրել է, զրկված, նաև բոլոր արցախցիներն են ինչ որտեղ, և ոչ միայն ինչ որտեղ, այլ բուն իմաստով եղել բանտարկված, իմ իմացած արցախցիները, անդրադառնամ բոլոր հայրենիքի համար զրկված այս պահին բանտարկված մարդկանց և նաև անդրադառնամ Ադրբեջանով պահվող գերիներին, իհարկե ես բոլորին չեմ ճանաչում, ովքեր են, բայց ում որ ճանաչում եմ, կանդրադառնամ, իմիջիայլոց այս ուղերձը, այս թեման հիմնված է Աստծո խոսքի վրա, որի մասին կտեղադրեմ կոմենտների բաժնում, որտեղ Հիսուսը ասում է, ըստ Հիսուսի խոսքերի, ուղիղ բանալի է երկնքի արքայություն մտնելու, այն առակը, այն նաև ուղիղ իմաստով օրինակ, պարզ, հասկանալի, ոչ թե անհասկանալի առակա կամ մեջբերումա, այլ ուղիղ իմաստով հասկանալի, այն որ վերջի օրերում երկնքի արքայության ժամանակ, դատի ժամանակ Հիսուսը կանդրադառնա երկու խմբի, մի խմբին կասի, ինձ մոտ եկեք բոլոր օրհնվածներ, իմ հոր օրհնածներ, որովհետև ջուր էի, ծարավ էի, ջուր տվիք, սոված էի, հաց տվիք, բանտարկված էի, այցելեցիք, հիվանդ էի, այցելեցիք,
Եվ նրանք ասեն երբ Տեր նա կասի, որ այս բոլոր փոքրներին անդրադարձակ այս բոլոր փոքրների վարվեցիք, ինձ վարվեցիք եւ մյուս խմբին կասի իզնից դեն գնացեք անիծվածներ, որովհետեւ հիվանդ էի, սոված էի, ծարավ էի, բանտի մեջ էի, ինձ չայցելեցիք, ինձ չաջակցեցիք, ինձ չկերակրեցիք եւ նրանք ասեն երբ եղավ այդպես Տեր նա կասի այս բոլոր կայքների մեջ լինողներին արեցիք դա ինձ արեցիք այսինքն այնտեղ գրված է որպես փոքր այս բոլոր փոքրներին բայց քանի որ փոքրը փոխաբերական իմաստա հարցը նա չի նեղություն կրողը ինչ տարիքին է պատկանում հարցը նա է թե ինչի համար է այդ նեղությունները կրում ում համար է այդ նեղությունները կրում հետեւաբար սիրելի զրկվածներ անկախ նրանից թե որտեղ հանուն արդարության, հանուն ճշմարտության, հանուն իրավունքի բոլոր զրկվածներ թեև ես ֆիզիկապես չկարողանամ կամ ինձ նման շատ մարդիկ չկարողանան ֆիզիկապես ձեզ աջակցել բայց խոսքով, հոգով, սրտով ես կիսում եմ այդ բոլոր նեղությունները, քանի որ մենք որպես արցախցի, ես որպես արցախցի մեր ամբողջ կյանքն էր զրկանքների մեջ, նեղությունների մեջ, հալածանքների մեջ։ Ինչ որտեղ մենք ձեզ հետ ենք, մենք միասին ենք, թեև թվում է թե մենք ապրում ենք ամեն ինչ նորմալ է, բայց այդքան էլ չէ։ Մենք էսպային էլ զրկված ենք նույն նեղություններով, նույն պրոբլեմներով։ Դեռ մի բան էլ ավելին, որ ամբողջ իմաստով մեր հայրենիքի զրկված, տնից զրկված մեզ համար ավելի մեծ բանտ է արցախցիների համար ավելի մեծ բանտ է, երբ որ քո տնից տեղից կտրված ես։ Բայց գալով Ադրբեջանով պահվող գերիներին ես 3-4 նախագահների մասով ես չեմ կարծում, որ նրանց հնարավոր է եւ բաց թողնեն եւ հնարավոր է բաց չթողնեն։ Բաց թողնելը եւ ընդհանուր ասեմ, բոլորին բաց կթողնեն իմ կարծիքով, բայց ոչ Ռուբեն Վարդանյանին, Ռուբեն Վարդանյանի համար պետքա ամեն ինչ արած գոնե Աստծուն հավատող մարդու համար աղոթած Ռուբեն Վարդանյանի համար։ Ինչու՞։ Սկզբից ասեմ, իսկ մնացածներին բաց կթողնեն հավանաբար, սկզբից ասեմ 3 նախագահների վերաբերյալ։ 4 նախագահների վերաբերյալ նրանց բաց չթողնելու պատճառ կա, որովհետև պիտի ասեմ, պիտի համարձակ լինեմ, որովհետև նրանք չեն ծառայել հայ ժողովրդին, պիտի բերեմ Ռոբերտ Քոչարյանի մին համեմատություն, որ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ ասաց, որ ինչ որ պիտի անի թուրքի գործակալը, թուրքի լրտեսը, թուրքի ծառան հայ ժողովրդին հանդեպ նույնը արեց Նիկոլ Փաշինյանը։
եւ դա շատ կոնկրետ, շատ ճշգրիտ համեմատություն է եւ իրականություն, այսինքն ինչ որ արեց Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի նկատմամբ նույնը կաներ ցանկացած թուրքի գործակալ, ոչ թե թուրք գործակալ, այլ թուրքի գործակալ։ Դեռ մի բան էլ Նիկոլ Փաշինյանը ավելին արեց, նրա արածը անցավ, քանի որ նա եւ դա այն դեպքում ստացվեց, երբ որ նա կերպարանք հագավ հրեշտակի, փրկիչի, բարեխոսի, հայի, այդ ինչ որ է, այդ նույն համեմատությունը 4 նախագահների վերաբերյալ Արցախի արեցի, այս համեմատությունը, որ նույնն էր իրանց, ինչ որ արեցին իրանք Արցախցուն, նույնը կաներ թուրքի նվիրված, թուրքի ծառան, թուրքի համար աշխատած։ Եվ եթե ես էսպայն փաստով չկարողանամ էլ ասել, որ նրանք թուրքի գործակալներ էին, եւ եթե իրանք թուրքի գործակալներ էին, բնականաբար իրանց բաց չեն թողնի, որովհետեւ որտե բաց թողնեն, բնականաբար նրանք բաց չեն թողնի, չեն ուղարկի հայ ժողովրդի մոտ, հայ ժողովրդին, նրանք չեմ կարծում, որ կվերադառնան Հայաստան, կամ էլ դա այն դեպքում կլինի, որ արդեն Նիկոլ Փաշինյանը իր ճակետների մեջ երկնային ավելի շատ դիվային հնարքներով այն ձևի հարմարություն, այն ձևի սիտուացիա կստեղծի, որ այդ ամենը ապահովի, դա այդ դեպքում կլինի։ Բայց Ռուբեն Վարդանյանի պահով նա բացառապես ամեն կերպ երևում է պարզ է, որ նա ամեն կերպ ծառայում է հայ ժողովրդին, ամեն կերպ նվիրված ու հավատարիմ է հային, հայոց աշխարհին, հայ ժողովրդին։ Բնականաբար իրան թուրքը չի ցանկանա բաց թողնի։ Ես կուզեմ Ռուբեն Վարդանյանին երկու խոսք փոխանցել, որ ես երբեմն զարմանում եմ, թե այս դարում ինչպես է, որ այդպիսի մարդ գոյություն ունի, մարդ կար աշխարհում, ցավալի է, որ ամեն երրորդ հայը այդպիսին չէ, ես կուզեմ աջակցությունս հայտնել եւ ասել, որ թեև միշտ չի ստացվում, համարյա թե այս նման ձևով չեմ անդրադարձել, բայց քո արածը, պարոն Վարդանյան, շատ գնահատելի է, եւ եթե քո արածը արդյունքի հասնի, դա անգնահատելի է։ Ես եթե ուղղակի մարդուն կոտրում է այն, որ ասենք մարդուն ճնշում է այն, նենց տրամադրությունը տելա կոտրվում, երբ որ Ռուբեն Վարդանյանի նման մի քանի հոգի են, եզակի մարդիկ, քիչ թվով, եթե մեծ թվով լինեն, անկասկած մենք արդյունքների կհասնենք, հայ ժողովուրդը արդյունքի կհասնի։ Դե չխոսեմ Հայաստանի այսօրվա իշխանության տրամադրվածությունը, արձագանքը, օրինակ Ռուբեն Վարդանյանի որպես հայ
հալածյալ հայ կերպար, հայ թե պետական գործիչ, թե հայրենասեր, թե բարեգործ, այդքան չանդրադառնամ, մենակ մի երկու խոսքով ասեմ այն իրականությունը, որ ցավալի է, որ նման դերասանները կարող են մի զգալի հատվածի, ես չեմ էլ ուզում համարեմ նրանց հայ, թեկուզ եւ մեծամասնությանը Հայաստանի բնակչության լինի այդ թիվը, որ այդքան չափ մարդիկ նմաններին հավատում են այսօրվա չարագործներին Հայաստանի Հանրապետության կառավարությանը, խաբում են ամեն կերպ, ցավալի է, որ այդ զանգվածը այնքան է Աստծոց հեռու, որ սա նրանց մոտ ներկայանում է իբր Աստծո ծառա կամ Աստծո մտերիմ, երբեմն Աստծո խոսքա ընթերցում, չհամարելով, չիմանալով Աստծո խոսքը, եթե ինքը Աստծո զավակ է եւ ինքը սատանայի զավակ չի, սրանք սատանայի զավակ չեն, ապա հալածյալ գերինները հանձինս Ռուբեն Վարդայանի ոնց ես աջակցում, ոնց ես աջակցել, ինչպես ես պաշտպանում, վերաբերվում, չէ որ մի օր եթե դու այն Հիսուսի մասին ես բերանդ առնում, բերանով այդ անունը տալիս, ապա այդ Հիսուսը ըստ իր խոսքի մի օր քեզ ասելով է իզնից հեռու գնա անիծյալ, որովհետև այս իմ ծառաներին, իմ ընտրյալներին նեղության մեջ ինձ չայցելեցիր։ Դե մենք գիտենք, որ իմացողը իմանում է, որ այդպես է լինելու։ Հարցը ամենքիս է վերաբերում, որ մենք ոնց կվերաբերենք ընդհանրապես ամեն ինչին, մեր շուրջը, մեր շրջապատին։ Այսօր Արցախցուն իր սեփականությունից, իր իրավունքներից զրկել է սրանք, թեկուզ ուղիղ դիմեմ, հայտնեմ, որ մեզ, մեր սեփականությունից, մեր իրավունքներից մեզ զրկել ես ամեն ինչից, զրկել եք ամեն ինչից։ Այսած որ մի Արցախցու տեղն եք իմանում, օրինակ ով է իմանում, կամ ով է ինձ դիմում, թե ինչով կարող է օգնել, ով է ինձ նման հազար ու մի Արցախցու տեղ իմանում։ Հետևաբար ձեր պահվածքից, ձեր պահվածքը լրիվությամբ համընկնում է այն տրամադրությանը, այն տրամադրվածությանը, թե ինչքանով եք դուք Արցախին, ինչպես եք դուք Արցախին վերաբերվել, ինչքանով եք անկեղծ եղել Արցախի ու Արցախցու նկատմամբ։ Այսօր մենք դա տեսնում ենք, դուք ինչքանով եք մեր կաշի վրա համ տեսնում, համ զգում եք, ինչպես որ վերաբերվել եք մեզ, վերաբերվում եք մեզ այսօր, այնպես էլ վերաբերվել եք այն ժամանակ։ Իսկ մնացած հեքիաթները մենք կռվեցինք, դու այդ ինչ կռիվ կռվեցիր, որ այսօր էլ պաշտպանում ես այն հոգուն, այն անհատներին, ովքեր որ
Արցախը համարում են Ադրբեջան։ Դու ոչ թե կռվել ես, այլ դու ծախել ես հայի հողը։ Բնականաբար դու չես կարող հայ լինել, հայի անունից խոսել։ Հիմա ես գամ իմ հաջորդ թեմային, զրկյալների հարցին թողնենք, հիշենք միշտ բոլոր նահատակներին, բոլոր արդարության համար զոհված, նահատակված, էսպային էլ չարչարվող, հալածվող, բանտերում, կալանքի մեջ, դատերի մեջ աջակցենք, հիշենք, գնահատենք ձեր բոլոր արածը։ Մենք մեկս մեկիս համար ենք այսպես թե այնպես ծնված, պիտի պայքարենք ու պատերազմենք մեկս մեկիս համար։ Ու մենք այսօր այս օրին ենք, որովհետև մեկս մեկից պատասխանատվությունից խուսափել ենք մեկս մյուսի համար։ Հիմա գամ անդրադառնամ Արցախի այսօրվա իշխանությանը, որը որ համարվում է իշխանություն Հայաստանում, որը մեր անունից ներկայանում է, մեր անունից հանդես է գալիս, մեր անունից մեր ձայնը, ընտրությունը վայելում է։ Վերջերկս ես ժողովուրդ մի գրառում կարդացի, իմացա, ինչքան իմանում եմ, Տիգրան անունով տղա էր խոսում, եթե չեմ սխալվում, կամ հասարակական գործիչ է, կամ ինչ-որ քաղաքական գործունեության մեջ էլ է, Արցախից Տիգրանը անումը, ազգանունը չեմ իմանում, նա մի բան գրեց, որ դիմեց Արցախի իշխանությանը, թե ուր եք, ինչու չեք մեր իրավունքները բարձրաձայնում աշխարհում, միջազգային հարթակներում եւ ամենուր, կարծես թե չկաք, ձեր ձայնը չի լսվում։ Եվ ինչ որ ասեց, շատ տեղին ասեց։ Հիմա ես չեմ ուզում անդրադառնալ, ես չեմ ճանաչում Տիգրանին, ես ինչքան իմանում եմ, Արցախի իշխանությանը տենց համակիր չի եւ հաճախ է քննադատություններով ներկայանում։ Հիմա ես Արցախի ներկայիս իշխանությանն եմ դիմում, ներկայիս այդ մարմիններին եմ դիմում, պետական։ Ժողովուրդ, սիրելի ղեկավարներ, մենք ցավոք ոչ բոլորս ենք հասկանում, բայց հասկացողներ կան, որ պարզ է, որ ձեր դեմ աշխատում են շատ օտար ազդեցություններ, սորոսականներ, գրանտակերներ, մենք դա հասկանում ենք, մենք տեսնում ենք, դրա համար ես կոնկրետ այս մարդու անունը չեմ, գրածը չեմ, ես գրածին չեմ անդրադառնում ու մեկնաբանում, բայց որ վերցնում եք, այս մարդը ճիշտ է ասում, ճիշտ է խոսում։ Ինչու չեք մեր իրավունքներին տեր կանգնում, ինչու մեր իրավունքները չեք բարձրաձայնում, վախենում եք այս փողոցային անպետքներից, այս փողոցային թուրքամետներից, չգիտեմ ինչ ասեմ, ճիշտ է ասում այս մարդը, ինչու մեզ տեր չեք կանգնում։
Թե դուք դեռ առաջվա պես ծառայում եք այլ ուժերին, այլ ուժերի կանգն եք իրականացնում, հերիք չի, մեր անունը այդքան օգտագործեք, հերիք չի, ում կանգն եք կատարում, Աստծո կանգն եք կատարում, թե սատանայի, եթե մենք մեր ձայնը տվել ենք ձեզ, դուք ներկայացնում եք մեզ, ինչու չեք մեր իրավունքներին տեր կանգնում, ինչու լռում եք, թե մտածում եք, որ Հայաստանում ձեզ ապրելու հնարավորությունները կսահմանափակվեն, դրա համար էլ են գլխից ասել եմ, թեև ասել եմ, բարձա ձեզ չեմ ասել, ասել եմ նրանց, ով որ կլսի սոցցանցերում հնարավորինս հայտնել եմ, հիմա էլ եմ ասում, լավ կլինի, որ այս խոսքերը ձեր հասնի, դիմեք մի նորմալ գերտերության, մի նորմալ հնարավորություն ունեցող պետության, ախր դուք լավ էլ ծառայում եք այդ ուժերին, դիմեք մեզ համար, մեր անունից, որ մեզ տեր կանգնեն, դուք մենակ բառացի ասում եք, որ արցախցիները ուղղակի իմիջիայլոց քննարկում եք, հնչեցնում եք, որ արցախցիները վատ վիճակում են, բայց իրոք դուք տեղյակ եք, որ ինչ վիճակում են արցախցիները, ինչու չեք տեր կանգնում, եթե մենք ընտրել ենք ձեզ, տեր կանգնեք, եթե դուք ներկայացնում եք մեզ, տեր կանգնեք մեզ, նորմալ մարդավարի մի տերության Ռուսաստան լինի, Ամերիկա կլինի, շատ ես կողմնակից եմ Ռուսաստանի վերաբերյալ, դիմեք մի գերտերության, որ մեզ տեր կանգնեն, մեզ տեղ տան, մեզ հնարավորություն տան, մեր նկատմամբ ընդունելի տարբերակներ լինի, հնարավորություններ լինի, մեր բնակությունը թե հաստատելու համար, թե մեր ապրուստը հայթայթելու համար, հիմա տեղյակ եք մենք ինչ վիճակում ենք հայտնվում, ես չեմ հասկանում, դուք Հայաստանում ինչ եք անում, եթե չեք կարում մի բան անեք, չեք կարում մի հատ ծրագիր մշակեք, մի հատ բան անեք, մի հատ նկարագրեք, ինչպես պիտի արցախցին ստեղ ապրի, չեք կարում ապահովեք ստեղ ապագա, նույնիսկ ամենից ցածր մակարդակի գոյություն պահելու վերաբերյալ, որոմի այդպես արեք, դիմեք, եթե մեզ եք ներկայացնում, դիմեք մի կառույցի, մի գերտերության Ռուսաստանին դիմեք, ում հնարավոր եք համարում դիմեք, որ մեզ աջակցեն, մեր հանդեպ հնարավորությունն ստեղծեն, որպեսզի մենք մեր առօրյան դասավորենք, թե իրանց երկրում, երևի ամենից հարմարը այդ կլինի, եթե մտածում եք այսպես պիտի շարունակվի, դուք սխալվում եք, հետո էլ ասում եք Արցախցին գաղթում է, Արցախցին թողում է հայրենիքը, չեմ հասկանում, դուք ինչով եք զբաղվում, ում եք ծառայում, դրա համար էլ ամենին դուք տեղ եք տալիս, որ ձեր նկատմամբ այդքան չարախոսներ, այդքան գործունեություն անողներ լինեն, եթե դուք այն ինչ որ պետք է այն անեք, այն ճիշտ քայլեր անեք, խելամիտ որոշումներ կայացնեք, ձեզ աջակցություն կլինի, ձեզ այդքան էլ չեն կարող
վնասել, ազդել։ Այնպես որ այսպեսի բան չի լինի։